Հայաստանում եւ նրա շուրջ կուտակված ներքին ու արտաքին հակասությունները ըստ BBC-ի ռուսական ծառայության առավել տեսանելի են դարձել առաջիկա ընտրությունների նախաշեմին եւ կարող են որոշիչ ազդեցություն ունենալ երկրի հետագա զարգացման վրա։ Պարբերական է գնահատման արտաքին ճնշումներն ու ներքաղաքական լարվածությունը միաժամանակ ձևավորում են Հայաստանի քաղաքական օրակարգը։ Նշվում է, որ Ռուսաստանը Երևանից պահանջում է հստակեցնել իր աշխարհաքաղաքական ընտրությունը Մոսկվայի եւ Արևմուտքի միջև, զգուշացնելով, որ Եվրամիությանն ուղղված քայլերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Ըստ BBC-ի ներքաղաքական դաշտում իրավիճակը եւս սրվել է։ Ըստ այդմ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ հայտարարություններով է հանդես գալիս իր ընդդիմախոսների հասցեին։ Հոդվածում նշվում է, որ քաղաքական պայքարում լայնորեն կիրառվում են փոխադարձ մեղադրանքներ, մանիպուլյացիաներ եւ կեղծ տեղեկություններ։ Վերլուծելով վերջին 8 տարիները պարբերականը հիշեցնում է, որ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանը ծանր փորձությունների միջով է անցել։ Պատերազմում պարտությունից մինչև տարածաշրջանային խոշոր փոփոխություններ։ Միևնույն ժամանակ ընդդիմությանը չի հաջողվել հանրությանը ներկայացնել այնպիսի այլընտրանք, որը կկարողանար համախմբել լայն զանգվածների աջակցությունը։ Նախկին նախագահների ազդեցությունը շարունակում է զգալի մնալ ընդդիմադիր դաշտում, սակայն նրանց կոռուպցիոն անցյալը շարունակում է բացասաբար անդրադառնալ ընդդիմության հեղինակության վրա։ Հոդվածում անդրադարձ կա նաև Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին։ Ըստ BBC-ի Փաշինյանի դիրքերը ամրապնդվել են Վաշինգտոնի մասնակցության բանակցություններում արձանագրված առաջընթացի ֆոնին, այդ թվում Թրամփի ուղի անվանումը ստացած համաձայնության արդյունքում։ Սակայն խաղաղության գործընթացի գինը, ինչպես նշվում է հոդվածում, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության արտագաղթն էր, ինչն էլ դժգոհություն է առաջացրել հատկապես տեղահանված արցախահայերի շրջանում։ Հոդվածի համաձայն, թեև եկեղեցին պաշտոնապես չի մասնակցում քաղաքական գործընթացներին, այն շարունակում է մեծ հեղինակություն վայելել հասարակության պահպանողական հատվածի շրջանում։ BBC-ն նշում է, որ ընդդիմության նախընտրական ակտիվացմանը զուգահեռ վարչապետը լայնածավալ քննադատական արշավ է սկսել եկեղեցու ղեկավարության դեմ։ Միևնույն ժամանակ իշխանություններն ու ընդդիմությունը շարունակում են միմյանց մեղադրել դավաճանության համար։ Իշխանությունները խոսում են արտաքին ազդեցությունների մասին, իսկ ընդդիմադիր շրջանակները վարչապետի քաղաքականությունը կապում են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի հետ։ Սակայն ըստ հոդվածի կողմերից եւ ոչ մեկը հանրությանը համոզիչ ապացույցներ չի ներկայացնում իր մեղադրանքների օգտին։ Մասնագետների գնահատմամբ առաջիկա ընտրություններում իշխող ուժը շարունակում է պահպանել հաղթանակի ամենամեծ հնարավորությունները, իսկ հիմնական հարցը վերաբերում է ոչ թե ընտրությունների արդյունքին, այլ դրանցից հետո սպասվող զարգացումներին։ BBC-ն նշում է, որ Հայաստանի իշխանությունները եվրոպացի գործընկերների հետ շփումներում հաճախ խոսում են ռուսական ազդեցության դեմ պայքարի մասին, ինչը դժգոհություն է առաջացնում Կրեմլում։ Ռուսաստանը հիշեցնում է, որ Եվրամիությանն անդամակցելու ձգտումը դժվար համատեղելի է Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետ, որի շրջանակում Հայաստանը տնտեսական զգալի արտոնություններ է ստանում։ Չնայած վերջին տարիներին Մոսկվան շարունակել է գործակցել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, այժմ Ռուսաստանն ավելի հստակ պատասխան է ակնկալում Հայաստանի ռազմավարական կողմնորոշման վերաբերյալ։ Պարբերականը նաև անդրադառնում է Արևմուտքի արձագանքին։ Նշվում է, որ եթե նախկին իշխանությունների օրոք եվրոպացի պաշտոնյաները հաճախ հրապարակային մտահոգություն էին հայտնում ընդդիմության հետապնդումների վերաբերյալ, ապա վերջին տարիներին նման արձագանքներ գրեթե չեն հնչել։ Հոդվածում նշվում է, որ արևմտյան երկրների զուսպ արձագանքը պայմանավորված է աշխարհաքաղաքական հաշվարկներով։ Նշվում է, որ եվրոպացի առաջնորդները հակված են ընդունելու Հայաստանի իշխանությունների այն բացատրությունը, թե ընդդիմության դեմ գործողությունները կապված են ռուսական ազդեցության դեմ պայքարի հետ։ Թեև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հերքում է նման գնահատականները, հայտարարելով, որ երկրում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ չկան, նաև ընդգծում, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում եւս խնդիրներ չի տեսնում։ Այսպիսով BBC-ի գնահատմամբ Հայաստանը կանգնած է ոչ միայն ներքաղաքական ընտրության, այլև արտաքին ռազմավարական որոշումների կարևոր հանգրվանի առաջ, որի հետևանքները կարող են զգացվել առաջիկա տասնամյակների ընթացքում։ Լուսինե Գրիգորյան, Free News Ազատ լուրեր։